Հասարակության տարբեր խմբերի ու խավերի միջև, ատելություն անգամ պետական հաստատությունների և քաղաքացիների միջև։ Եվ այս ատելությունը սերմանվել է մեկ նպատակով, ամեն գնով և ամեն ձևով մնալ իշխանական աթոռներին։ Պետականության ինստիտուտները և պետական իշխանությունը վարկաբեկելու դժվար թե գտնվի որևէ այլ ժամանակահատված։ Եվ դրա մի օրինակ էլ մենք երեկ ականատեսանք այստեղ, երբ որ հարց ու պատասխանի ժամանակ, այստեղ ելույթների ժամանակ կառավարության անդամների կողմից այնպես է խոսվում Գյումրի համայնքի մասին, կարծեք թե այդ համայնքը օտար համայնք է և կառավարությունն է վերցրել կառավարում իր ձեռքը և իրականացնում է ծրագրեր։ Դուք դրանով վստահեցնում եմ ատում եք և վարկաբեկում եք պետական իշխանությունը։ Պետական իշխանությունը, հանրային իշխանությունը մենակ կառավարությունը չի, տեղական ինքնակառավարումն է։ Ես հասկանում եմ, որ ձեր կոկորդին է մնում այն համայնքներում հաջողությունները, երբ որ ընդդիմությունը ստանում է ընտրական գործընթացում և ամեն ինչ անում եք, որպես այդ համայնքներում ճնշեք, նվաստացնեք, ստորացնեք հաղթող քաղաքական ուժերին ու նրանց ներկայացուցիչներին, բայց այդ համայնքում մենակ տեղական իշխանությունը չի, այդ համայնքում բնակչությունն է։ Հարգեք գոնե այդ մարդկանց ընտրության արդյունքները, այդ մարդկանց ընտրությունը։ Դուք ինչ եք անում այստեղ։ Այստեղ ճղում եք ձեր բաճկոնները, թե Գյումրիում չկա մի ծրագիր, որտեղ կառավարությունը չանի, կարծեք ձեր գրպաններով եք անում, ձեր գրպանի պարունակությամբ եք անում, բա հանրության փողն է, բայց հանրության փողն է, պետք է հանրության վրա ծախսեք, ուրիշ բան որ պիտի գնահատենք, որքանով եք արդյունավետանում։ Այստեղ դուք ոչ միայն արդյունավետ չեք անում, դուք խայտառակ անարդյունավետ եք անում, խայտառակ։ Եվ եթե որոշակի դրական ցուցանիշներ կա ու փորձում եք դա բազմապատկելով ներկայացնել, թե հայ հարայ ժողովուրդ ձեր երջանկությունը եկավ, դա այդպես չէ։ Ժողովրդի երջանկությունը միայն այն ցուցանիշները չեն, որ այդտեղից հրապարակվում են և տակը դատարկություն է։